Բացապտակ Ռուսաստանին։ Այսպես է բնութագրում նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից ռուսական Su-24 ինքնաթիռի խոցման հետ կապված դեպքը քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Որքան էլ Ռուսաստանը Թուրքիայի հետ այսպես ասած բարի դրացիական հարաբերություններ պահպաներ, Թուրքիան մի օր պետք է ցույց տար իր իրական դեմքը, եւ դա պատահեց նոյեմբերի 24-ին, ասում է քաղաքագետը։ Եվ երեք ռուսները առաջին անգամ երևի թե բացահայտեցին, թե ինչ բան է լինել թուրք։ Վերջապես Թուրքիան ցույց տվեց Վլադիմիր Պուտինին, թե ինքը ով է եւ նաեւ ապտակ հասցրեց բացեի բաց Ռուսաստանին։ Բանախոսն ասում է, դրդապատճառները բացի քաղաքականից նաեւ տնտեսական են եղել եւ ամենակարևորը Թուրքիան առանց գործընկեր գերտերությունների չէր կարող գնալ նման քայլի։ Իհարկե սա Ռուսաստանը չի ների։ Ես չեմ հավատում, որ Էրդողանը սա գործել է առանց իր տերերի հետ խորհրդակցելու, այո, որովհետև եւ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլենբերգի հայտարարությունը լիովին ցույց են տալիս, որ նրանք շատ լավ սպասում էին այս տեղեկությանը եւ արձագանքեցին այնպես, ինչպես պետք է արձագանքեն եւ ինչպես պայմանավորվել էին պաշտոնական Անկարայի հետ։ Գլխավորը, որ Հայաստանը չկրկնի պատմական սխալները, ի հավելումն քաղաքագետի իր կարծիքն է հայտնում պատմաբան Արտակ Հովհաննիսյանը։ Ըստ նրա ռուս-թուրքական լարված հարաբերություններին զուգահեռ մեր երկիրը կարող է հայտնվել վտանգավոր կամ ավելի ճիշտ անելանելի վիճակում։ Եթե որևէ երկիր ինքն է կիսապատերազմական վիճակում, զինադատարի վիճակում եւ այն երկրի հետ, որը ունի բարեկամական հարաբերություն մեկ այլ ճշնամական երկրի հետ, նշանակում է, որ վտանգ միշտ կա, այդ վտանգը կարող է սրանալ, զիգզագացև բարձրանալ եւ իջնել, բայց վտանգը միշտ կա, միշտ առկա է։ Նման պարագայում չպետք է մատնվել խուճապի, անտարբերություն եւս պետք չէ դրսևորել։ Հարկավոր է սառնասրտորեն զերծ մնալ ռուս-թուրքական հարաբերությունների պարզաբանումներից, ակամայից չդառնալով գործիք կամ խամաճիկ, ասում է Արտակ Հովհաննիսյանը։ Հենց ձեր հարցադրումը թերևս ամրապնդում է իմ այն կարծիքը, որ կա խնդիր, որը ոչ այնքան մերը չէ, իհարկե մենք առնչվում ենք ուզենք թե չուզենք, որտեվ ժամանակին մեր օտային սահմանն է խախտվեց առաջի զգուշացումից հետո, բայց այստեղ որևէ մեկի ջրաղացին ջուր լցնել, թեկուս կարծիքներ արտահայտելու մակարդակով, ես կարծում եմ անթույլատրել, որտեվ կարող է ձեր ասածի պես նորից օգտագործվել եւ նորից այդ օգտագործումից հետո վաճառվել։ Բարդ ժամանակաշրջան է տարածաշրջանի համար, իրավիճակը կարող է կտրուկ փոփոխություն կրել, գործընթացները կարող են կտրուկ վատթարանալ, նայած թե ռուս-թուրքական հարաբերությունների այս փուլը ինչ ու այս գործընթացը ինչ ընթաց կստանա եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի։ Ինչպես պատմաբանն, այնպես էլ քաղաքագետը լիահույս են, որ հարցը չի տեղափոխվի ռազմաքաղաքական դաշտ, այլ լուծում կգտնի դիվանագիտական ճանապարհով։ Ալա Բաղդասարյան, Խան Հովհաննիսյան, այսօր։